Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանն ուղղված օրակարգային հարցեր, ընդգծվել է երկկողմ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը, հատկապես ժողովրդավարության ամրապնդման, տնտեսական ինտեգրման ենթակառուցվածքների արդիականացման եւ բարեփոխումների ոլորտներում։ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Եվրոպական միության հետևողական աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին եւ ընդգծել Հայաստանի կառավարության պատրաստակամությունը շարունակելու խորացնել փոխգործակցությունը Եվրամիության հետ ապահովելով համագործակցության նոր եւ արդյունավետ փուլ։ Անտոնիո Կոշտան եւ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել եւ կարեւոր քայլ են համարել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը։ Նաեւ ընդգծել են վիզաների ազատականացման գործընթացի երկուստեք արագացման կարևորությունը։ Եվրամիության ներկայացուցիչները ողջունել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը, ընդգծելով դրա կարևորությունը տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ապահովման համար։ Եվրամիությունը սպասում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտապույտ ստորագրմանը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից առաջ։ Կալասը կարծում է, որ Բաքուն եւ Երևանը շատ մոտ են համաձայնության հասնելուն։ Կարծում են, որ խաղաղության պայմանագրի շուտապույտ ստորագրումը բխում է բոլոր կողմերի շահերից, հավելել է նա։ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ հերթական գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետը կարճ խոսակցություն է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է Էրդողանը Փաշինյանի հետ զրուցելուց հետո արագ կազմակերպում Փաշինյանի եւ Ալիևի հանդիպումը։ Տիրանայում Հայաստանի վարչապետը հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ։ Տեսանյութը, որը տարածել է վարչապետ Փաշինյանը, երևում է, որ երկու ղեկավարների առանձին հանդիպումից հետո նրանց միանում են նաեւ երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը եւ Բայրամովը։ Նշենք, որ վարչապետ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա, որտեղ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ հերթական գագաթնաժողովին։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել ուսանողների եւ երիտասարդների օրվա կապակցությամբ, որում ասվում է. Սիրելի ուսանողներ եւ երիտասարդներ, 1919 թվականի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում ընդունեց, նշանավորելով Հայաստանի նոր պատմության ընթացքում բարձրագույն կրթական համակարգի ձևավորման մեկնարկը։ Այդ որոշումը կայացվեց չափազանց բարդ դրության պայմաններում, երբ երկիրը կանգնած էր բազում մարտահրավերների եւ օրհասական խնդիրների առաջ։ Այդ իրավիճակում, երբ պետությունը լուծում էր սովի, փախստականների, կենցաղային առօրյայի եւ հրատապ հարցեր, այդուհանդերձ կրթությունը առաջնահերթություն դիտվեց։ Մասնագիտական կադրերի պատրաստման հնարավորության ստեղծումը Հայաստանի Հանրապետությունում թե երկրի զարգացման երկարաժամկետ ռազմավարության, թե նաեւ ինքնիշխանության ամրապնդման քայլ էր։ Այսօրը հնարավորություն է մի կողմից մեր գնահատանքն արտահայտելու ժամանակին այդ կարևոր նախաձեռնության եւ քայլի համար չափազանց բարդ իրավիճակում։ Մյուս կողմից այսօրվա մեր պատասխանատվությունը գիտակցելու եւս մեկ առիթ։ Այսօր էլ մեր երկիրը բազում մարտահրավերներ ունի եւ կրթությունն է դրանց արձագանքելու ամենակարևոր եղանակներից մեկը։ Այն կրթությունը, որը մրցունակ է եւ այդպիսին է դարձնում անհատին ու պետությանը, առանց մեկը մյուսին հակադրելու։ Մրցունակ անհատն է, որն իրացվելով եւ ստեղծագործելով իր լավակեցությամբ նաեւ երկրի բարեկեցությունն ու անվտանգությունն է կառուցում։ Կառավարության նախաձեռնած ծրագրերն ու բարեփոխումները միտված են կրթական համակարգի մրցունակության բարձրացմանը, որն առաջին հերթին արտացոլվելու է յուրաքանչյուր քաղաքացու մրցունակության բարձրացման միջոցով։ Այս գործընթացը պահանջում է, որ մենք բավարար ազնիվ եւ համարձակ լինենք եղած խնդիրները ձևակերպելու համար եւ հետեւողական ու համբերատար լինենք դրանք լուծելու համար։ Սիրելի ուսանողներ, սիրելի երիտասարդներ, այսօրը նշելով նաև իբրև Հայաստանի Հանրապետությունում ուսանողների եւ երիտասարդների օր, մաղթում եմ, որ վստահ առաջ գնաք ձեր ընտրած ճանապարհով, չվախենալով սխալվել ու սայթաքել։ Հաջողությունները գալիս են հետևողական ջանքերի, անընդհատ սովորելու եւ սայթաքելուց հետո առաջ շարժվելու արդյունքում։ Շնորհավորում եմ նաև Երևանի պետական համալսարանին հիմնադրման 106-ամյակի առիթով, ակնկալելով, որ համալսարանը կլինի նաև բարձրագույն կրթության եւ գիտության բարեփոխումների առաջատար, նորովի վերահաստատելով իր պատմական ու հանրային նշանակությունը։
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել երիտասարդների եւ ուսանողության օրվա կապակցությամբ։ Մայիսի 16-ը Հայաստանում նշվում է որպես ուսանողների եւ երիտասարդների օր, ինչի կապակցությամբ շնորհավորում են բոլոր բուհերի, քոլեջների եւ այլ կրթական հաստատություններում սովորող ուսանողներին եւ երիտասարդներին։ Լինել երիտասարդ կամ ուսանող նշանակում է անընդհատ գտնվել շարժման, պրպտումների, որոնումների մեջ, նոր գիտելիքներ հայթայթելու, նոր աշխարհայացք ձևավորելու եւ կատարելագործման ճանապարհին։ Լինել ուսանող եւ երիտասարդ նաեւ նշանակում է անցնել հետաքրքրություններով ու փորձություններով լի ճանապարհ, որն ի վերջո հանգեցնելու է անձի կատարելագործմանն ու անհատականության ձևավորմանը։ Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորին, մաղթում եմ, որ ուսանողության տարիներին ձեռք բերածն ու սերտածը ծառայեն Հայաստանի Հանրապետության շենացմանը եւ ձեր կյանքի բարօրությանը, իսկ երիտասարդության տարիների հիշողությունները լինեն ամենադրականն ու արժեքավորն ամբողջ կյանքի ընթացքում։ Ի վերջո, կայացած ու զարգացած ուսանողն է մեր վաղվա ապագան կերտողը, ասված է մարզպետի ուղերձում։ Պաշտոնական Բաքուն օրինական իրավունք ունի Հայաստանից փոփոխություններ պահանջել իր սահմանադրության մեջ, որն իբրև տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ, եւ դա մնում է վերջնական խաղաղության ստորագրման առանցքային պայման։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։ Հաջիզադեն նշել է, որ Փաշինյանի հայտարարությունները ադրբեջանա-հայկական խաղաղ գործընթացի հարցում միջազգային հանրությանը ճակերտավոր մոլորեցնելու հերթական փորձ են։ Նույնիսկ Հայաստանի սահմանադրության 21-րդ հոդվածում նշված Հայաստանի զինանշանը արտացոլում է տարածքային պահանջներ Հայաստանի ներկայիս հարևանների նկատմամբ, ասվում է հայտարարության մեջ։ Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը երեկ պատասխանելով Ադրբեջանի հանրային հեռուստաընկերության լրագրողի հարցին, ասել է, որ դեռևս չունենք սահմանադրության նոր նախագիծը։ Մենք վերլուծել ենք մեր սահմանադրությունը եւ գիտենք, որ այն հարցերը, որոնք բարձրացնում է Ադրբեջանը, եւ ակնհայտ է, որ եւ դե յուրե եւ մեր սահմանադրական դատարանի որոշմամբ մեր գործող սահմանադրության մեջ որևէ պահանջ չկա մեր ոչ մի հարևանի նկատմամբ։ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը բացնամակ է հղել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, նամակում մասնավորապես նշված է մեջբերումը։ Հարգելի Սուրեն Ռաֆիկովիչ, թույլ տվեք ամբողջ սրտով շնորհավորել ձեզ հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ, որը մենք հանդիսավոր կերպով նշեցինք անցյալ շաբաթ։ Ուրախալի էր տեսնել, որ մայիսի 9-ին Հայաստանում անցկացված հոբելյանական միջոցառումները լայն հասարակական աջակցություն ստացան։ Հանրապետության բնակիչները, ավագ եւ երիտասարդ սերունդները իրենց սրտի կանչով եկել էին պատերազմի հուշահամալիր հարգելու իրենց հայրենիքը պաշտպանելու մեկնած 600,000 հայերի հիշատակը, որոնցից 300,000-ը տուն չվերադարձան։ Հայ ժողովրդի կողմից հաղթանակի օրվա հանդեպ խոր հարգանքի ֆոնին լայն տարածում են գտել Հայաստանի պաշտպանության նախարարության նախկին պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի պատմական սուտք եւ հայհոյանքները, որոնք փաստացի արդարացրել են նրա կողմից երկրի գլխավոր հեռուստաալիքով այս սուրբ օրը հնչեցրած ֆաշիստական Գերմանիայի ագրեսիան։ Հատկապես ցավալի էր նման հայտարարություններ լսել մի մարդու շուրթերից, ով այժմ ղեկավարում է Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական ակադեմիայի հրամանատարաշտաբային ինստիտուտը, որը կրում է հայրենական մեծ պատերազմի անվանի հրամանատար խորհրդային միության կրկնակի հերոս Մարշալ Բաղրամյանի անունը։ Դժվար է նման արարքը գնահատել որպես այլ բան, քան մեր հերոս նախնիների հիշատակը պղծելու փորձ, որոնք կանխեցին ԽՍՀՄ ժողովրդներին ստրկացնելու եւ ոչնչացնելու Հիտլերի ծրագրերը, ինչպես նաեւ փրկեցին մարդկությանը շագանակագույն ժանտախտից։ Մեջբերման ավարտը։ Ընտանիքի միջազգային օրվա առիթով Աբովյանի համայնքային գրադարանում եւ Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում անցկացվել են թեմատիկ միջոցառումներ։ Համայնքային գրադարանում աշխատակազմն ու ծնողներ համայնքից մասնակցել են հոգեբան Արմինե Գրեյանի սեմինարին։ Ընտանիքը վստահության եւ հոգատարության միջավայր խորագրի շրջանակներում հյուրը ներկայացրել է ընտանիքում առողջ շփման, ծնող-երեխա փոխհարաբերությունների, սթրեսի հաղթահարման ու ընտանեկան միջավայրի կայունացման մեթոդների մասին։ Ընտանիքի միջազգային օրվա առիթով Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում սաների եւ նրանց ծնողների ներգրավվածությամբ մասնագետները կազմակերպել էին մշակութային եւ կրթադաստիարակչական բնույթի ծրագրերով հագեցած միջոցառում։ Շվեյցարիայի Բազել քաղաքում կայացել է Եվրատեսիլ 2025-ի երկրորդ կիսաեզրափակիչը։ Հայաստանյան պատվիրակ Պարգը իր Survivor երգով դուրս եկավ եզրափակիչ։ Երկրորդ կիսաեզրափակիչ փուլը հաղթահարել են նաև Լիտվան, Իսրայելը, Դանիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, Ֆինլանդիան, Լատվիան, Մալթան եւ Հունաստանը։ Առաջին կիսաեզրափակիչը հաղթահարել էին Նորվեգիան, Ալբանիան, Շվեդիան, Իսլանդիան, Նիդերլանդները, Լեհաստանը, Սան Մարինոն,
Էստոնիան, Պորտուգալիան եւ Ուկրաինան։ Եվրատեսիլ 2025-ի եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 17-ին։ Նրանց կմիանան մեծ հնգյանքի երկրների մասնակիցները՝ Միացյալ Թագավորությունը, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան եւ Ֆրանսիան, ինչպես նաեւ հյուրընկալող երկիրը՝ Շվեյցարիան։ Ստամբուլում ավարտվել է Թուրքիայի, Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումը, այն տեղի է ունեցել Դոլմաբախչեի նախագահականում եւ տևել է 1 ժամից մի փոքր ավելի։ 10-ին հայտնել են Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրները։ Սպասվում է, որ այսօրվա ընթացքում կմեկնարկեն Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև առաջին ուղիղ բանակցությունները 2022 թվականի գարնանից ի վեր։ Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, որը նշել է, որ հանդիպման հիմնական նպատակը երկարաժամկետ խաղաղության հաստատումն է եւ ճգնաժամի հիմնական պատճառների լուծումը։ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 15-ից 16-ին համաձայն, որի բացահայտվել է 136 հանցագործություն, որոնցից 4-ը նախկինում կատարված։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք, այլ հանցագործության եւ կողոպուտի մեկական դեպք։ Հայտնաբերվել է 10 հետախուզվող կամավոր ներկայացել 3-ը, գրանցվել է զենք զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը ցույց է տալիս, որ անցած 1 օրում գրանցված 8 ավտովթարի հետևանքով 27 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածք։ Մայիսի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում ժամը 16-ի սահմաններում Նորգեղի գյուղում Զիլ Մակնիշի բեռնատարը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի եւ բախվել Toyota Մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է Շամշյան-Քոմը, շտապօգնության բժիշկները 1 հոգու տեղում բուժօգնություն են ցուցաբերել, ով սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։ Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, տեղում իրականացրել հերթապահություն։ Վթարի փաստով Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվել են վարորդի եւ տեղում բուժօգնություն ստացած քաղաքացու ինքնությունը։ Մայիսի 16-ին ժամը 1:20-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հազանգեստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Խաչատուր Աբովյան փողոցի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 1:54-ին, մարվել 2:02-ին։ Զագավանքի փողոցի տներից մեկի մոտակայքում այրվել է Nissan Մակնիշի ավտոմեքենա։ Մայիսի 16-ին տեղական ժամանակով ժամը 12:08-ին Հայաստանի ներքին գործերի նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է օջախի 10 կիլոմետր խորությամբ 2.3 մագնիտուդով երկրաշարժ, տեղեկացնում են փրկարար ծառայությունից։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ։ Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ եւ Ղազանչի գյուղերում 2-ից 3 բալ ուժգնությամբ։ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, հանրապետության տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփան-Ծմինդալարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Հիդրոթերապևտաբանության եւ մոնիտորինգի կենտրոնից փոխանցում են, մայրաքաղաք Երևանում մայիսի 17-ից 21-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Հանրապետության մարզերում մայիսի 17-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ, մայիսի 18-ից 21-ին կեսօրից հետո առանձին շրջաներում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Քամին հարավարևմտյան 2-ից 5 մետր վարկյան, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-ից 21 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 17-ից 18-ին աստիճանաբար կբարձրանա 7-ից 10 աստիճանով։